Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի, տեղակալ Մուրադ Մովսիսյանի եւ համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ Ծաղկաշենի վարչական ղեկավար Գվիդոն Խաչատրյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարում Ծաղկաշեն բնակավայրում։ Համայնքի ղեկավարը այցելում է վարչական ղեկավարի նստավայրի համար կառուցվող շենքի շինհրապարակ, տեղում ծանոթանում իրականացվող աշխատանքներին։ Երկհարկանի եւ կիսոպչափ նկուղային հարկով կառույցը ծառայելու է նաև երեխաների եւ երիտասարդների ժամանցի վայր։ Այստեղ շինաշխատանքները մեկնարկել են հունիսից եւ ակտիվ ընթացքի մեջ են։ Արդեն կատարվել են երկաթբետոնյա կոնստրուկցիաների աշխատանքները, պատերի շարվածքը եւ առաջին հարկի ծածկի կառուցումը։ 2025 թվականի համար նախատեսված այս աշխատանքներն արդեն ավարտված են։ Շենքի կառուցման ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ֆինանսավորումը կատարվելու է Գավառ համայնքի 2025 եւ 2026 թվականների բյուջեներից։ Ծրագրի արժեքը 200 միլիոն դրամ է։ Գուրգեն Մարտիրոսյանը նաև հանդիպում է Գավառի գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Հանրապետության նկարիչների միության հետ համագործակցությամբ ու Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող գեղանկարչական սիմպոզիում Գավառում ծրագրի մասնակիցներին։ Նրանք նկարիչների միության անդամներ են, գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ ու սաներ։ Դպրոցի տնօրեն Հասմիկ Թամամավեյանը համայնքի ղեկավարին ներկայացնում է աշխատանքների ընթացքը։ Նկարիչները Ծաղկաշենի 9-ից 10-րդ դարեր թվագրվող Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում կատարում են էտյուդներ, անդրադառնում նաև գյուղական կոլորիտին։ Ծրագրի մասնակիցները 7 օր անցկացնելու են Գավառ համայնքում, այցելելու են տեսարժան վայրեր եւ իրենց տպավորությունները կտավներին են հանձնելու։ Շրջայցը եզրափակվում է Ծաղկաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմավառությամբ։ Ալբերտ Մանուկյան, Գավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։